Առողջապահական համակարգում աղմկահարույց իրադարձություն է զարգանում։ Վարակաբանների աշխատանքը պոլիկլինիկաներում հարցականի տակ է դրվում, իսկ հիվանդներին ուղղորդում են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որտեղ էլ պարզվում է ֆինանսական խնդիրներ կան։ Բժշկի ձայն նախաձեռնող խմբի անդամ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը հրապարակել է տվյալներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ։ Այդ հիվանդանոցը մենք կառավարության նիստին հունվարի տեսանք, որ պետության շահութահարկ չի վճարել եւ մեծ տուժուտուգանքներ ունի 20 թվականից, որի արդյունքում որոշվեց կառավարության կողմից, որ այդ տուժերը, այսպես ասած, կասեցվի, նաև տրվեց ժամանակացույց շահութահարկը վճարելու համար։ Կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի որոշմամբ կենտրոնին թույլատրվել է 2020 թվականի գործունեության արդյունքում գոյացած շուրջ 81 միլիոն դրամի շահութաբաժինը մարել ոչ թե միանգամից, այլ 3 տարվա ընթացքում։ Ավելին, շուրջ 42 միլիոն դրամ տույժերից հաստատությունն ազատվել է պատճառաբանությամբ, որ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում եւ ի վիճակի չէ կատարել վճարումները։ Թվերը խոսում են մեկ բանի մասին։ Համակարգի առանցքային հայտարարություններից մեկը ֆինանսական լուրջ ճգնաժամի մեջ է, սակայն այստեղ հարցերը միայն հաշվապահական չեն։ Ինֆեկցիոնիստներին ասում են գնացեք վերապրոֆիլավորվեք, դարձեք ընտանեկան բժիշկ, իսկ ընտանեկան բժիշկներին հանձնարարված է ինֆեկցիոն հիվանդներին կասկածի դեպքում անգամ ուղղորդեք միանգամից ինֆեկցիոն հիվանդանոց, ինչու, որովհետև յուրաքանչյուր հիվանդի հետևից գնալու է նաև փողը։ Առողջապահության նախարարությանը գրավոր հարցում ենք ուղարկել, որի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։ Մինչ այդ հիշեցնենք, որ վարակաբան մասնագետների պոլիկլինիկաներից դուրս մղելու կամ նրանց վերապրոֆիլավորելու որոշումը առողջապահության նախարարը պայմանավորում է թերի ծանրաբեռնվածությամբ։ Պոլիկլինիկայում ինֆեկցիոնիստին դիմելիություն չունենք եւ ըստ այդը մենք նրանց էլ այն բժշկական կենտրոնները, որոնք բուրգային տրամաբանության մեջ են, նրանց զբաղվածությունը կապահովենք հիվանդանոցային ոլորտում, Երևան քաղաքում մեր բոլոր ինֆեկցիոնիստները հնարություն կունենան նաեւ ընդգրկվելու մեր ազգային կենտրոնում աշխատանքի, այսինքն սրանք իրական կարևորագույն խնդիրներ են, որոնք որ ի հայտ են եկել նաև բարեփոխման արդյունքում եւ մենք բոլոր հարցերը լուծելու ենք։ Ինֆեկցիոնիստները դուրս են մղվում առողջապահության համակարգի առաջնային օղակից, մինչդեռ ընտանեկան բժիշկներին եւ թերապևտներին փաստացի ուղղորդում են ինֆեկցիոն կասկածով հիվանդներին անմիջապես ուղեկրել հենց այս կենտրոն։ Ստացվում է հակասական պատկեր։ Մի կողմից կրճատվում են ոլորտի մասնագետները, մյուս կողմից հիվանդների հոսքը կենտրոնացվում է մեկ բուժկենտրոնում։ Ինֆեկցիոն կաբինետները որոշել են փակեն պոլիկլինիկաներում պատճառաբանելով, որ դիմելիություն չկա, բոլոր պոլիկլինիկաներ, շտապօգնության ծառայություն եւ այլն, որ բոլորին ուղեկրել դեպի ինֆեկցիոն հիվանդանոց։ Բժիշկները հարց են բարձրաձայնում. սա առողջապահական քաղաքականություն է, թե ֆինանսական խնդիրների լուծման փորձ հիվանդների հաշվին։ Խնդիրը կայանում է նրանում, որ եթե այդ մասնագետները, այդ մարդիկ ուզենային դառնային ընտանեկան բժիշկ, իրենք վաղուց արդեն դարձել էին ընտանեկան բժիշկ, որտեղ բուհը ավարտելուց հետո հետբուհական կրթություն են ստանում, այսինքն արձինատուրա են անցնում, նեղ մասնագիտացում են անցնում։ Հիմա եթե այդ մարդիկ ընտրել են ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարելու գործը, իրանց պարտադրել ու փողից աշխատանքից զրկել ապօրինաբար եւ ուղղորդել դեպի այլ մասնագիտություն, որը իրանք չեն կարողանում սպասարկեն, դա իմ կարծիքով բարոյական չէ։ Մասնագետների գնահատմամբ նման մոտեցումը վտանգավոր է ոչ միայն մասնագիտական համայնքի, այլև ամբողջ համակարգի համար։ Տարիներով կուտակված փորձ ունեցող վարակաբանները դուրս են մնում խաղից, կանգնում գործազրկության կամ մասնագիտությունը փոխելու առաջ, իսկ համակարգը կորցնում է իր որակական հիմքը։ Միևնույն ժամանակ հիվանդն այս շղթայում դառնում է ոչ թե բուժման կենտրոնում գտնվող անձ, այլ հոսք, որը կարող է գործածվել ֆինանսական բացերը փակելու համար։ Անի Աբաղյան, Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։